Այսօր մենք որպես ուսանողական միություն, որպես երիտասարդություն բարձրացրել ենք մեր բողոքի ձայնը եւ ներկայացնում ենք մեր հայրենակիցները, քանի որ ֆիզիկապես չեն կարող ներկայացնել եւ պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ գտնվում են Բաքվի բանտում, այսօր մենք նրանց փոխարեն փորձել ենք բարձրացնել իրենց իրավունքները, քանի որ այսօր խորհրդանշական օր է, ինչպես նշեցինք, մարդու իրավունքների պաշտպանության օրը, բայց սա որպեսզի չդիտվի որպես լոկ օր եւ չունենա ոչ մի խորհուրդ, մենք այստեղ ենք որպես երիտասարդություն ասելու, որ մեր հայրենակիցների իրավունքները խախտված են եւ նրանց իրավունքների խախտման գլխավոր պատճառ, գլխավոր խթան է հանդիսանում նաեւ միջազգային կազմակերպությունների լռությունը։ Ես գտնում եմ, որ միջազգային կազմակերպությունները լռում են, խթանում են այս իրավախախտումները, քանի որ նաև Հայաստանի իշխանությունների կողմից չկա որոշակի հստակ դիրքորոշում, այսինքն մենք անդադար լսում ենք, որ այո, մենք բանակցում ենք, սակայն ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ բանակցություններ են ընթանում, ինչպես են պայքարում մեր հայրենակիցների իրավունքների համար։ Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը պետք է կոնկրետ կոշտ դիրքորոշում որդեգրի այս հարցում։ Մի փոքր ուշացած չէ հաշվի առնելով, որ արդեն մի քանի ամիս է կարմիր ջրասենյակը փակված է եւ միգուցե մի փոքր ուշացած է ու մտահղացումներ Եթե խոսում ենք ակցիայի մտահղացման մասին, ակցիայի չէ, հենց ձեր առաջարկը ստեղծել մի հանձնաժողով, որը կզբաղվի գերիների Նախ ուզում եմ նշել, որ Հույդա ուսանողական եւ երիտասարդական միությունները մշտապես կանգնած են պայքարի սկզբնամասում եւ միշտ հետեւողական կերպով տարբեր ակցիաներ եւ միջոցառումներ են իրականացնում, որոնք կապված են ոչ միայն Բաքվում գտնվող ռազմագերիների, այլև Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության համար։ Ուզում եմ նշել, որ մեր միությունները, ուսանողական միությունը մշտապես իր ձայնը եւ իր բողոքը բարձրաձայնում է եւ ինչ որ մենք բարձրաձայնում ենք, դա կոնկրետ մեր միության մտահղացումն է, մեր երիտասարդական եւ ուսանողական միությունների մտահղացումներն են։ Ուզում եմ նաեւ կոչ անել, որպեսզի երիտասարդները եւս չլռեն եւ մասնակցեն նման ակցիաների, նաեւ ինքնաբուխ կերպով կազմակերպեն նման ակցիաներ, որովհետեւ երիտասարդության ձայնը, երիտասարդության բողոքը շատ կարեւոր է այս հարցերում, քանի որ կրկնում եմ, մեր հայրենակիցները ֆիզիկապես չեն կարող իրենց իրավունքները պաշտպանել եւ մենք պարտավորություն ունենք նրանց իրավունքները պաշտպանելու։ Անկեղծ ասած լրագրողները ավելի մեծական ակցիա են սպասում, այն իմաստով, որ տեսեք դուք ասում եք ոչ ենք ալիս, ինչ ականջալուր չեն լինում, անտարբեր են, հետաքրքրված չեն մյուս երիտասարդները։ Տպավորություն է, որ դուք միայն ձեզնով եք այստեղ։ Իհարկե ցավալի է բողոքի իմաստով, բայց ինչով եք պայմանավորում սա։ Իրազեկման խնդիր կա, թե ինչ։ Ես նախ գտնում եմ, որ երիտասարդությունը, այո, որոշակիորեն մենք իրազեկում ենք, փորձում ենք մեր կողմից ամեն ինչ անել, որպեսզի երիտասարդությունը եւս մասնակցի նման ակցիաների, սակայն պետք է նշենք, որ Հայաստանում արդեն տարածված է որոշակի վախի մթնոլորտ իշխանության կողմից եւ այս վախի մթնոլորտի ազդեցության տակ շատ մարդիկ տարբեր հանգամանքներով պայմանավորված հնարավոր է, որ չեն կարողանում մասնակցել այս ակցիաներին, դա արդեն անձնական խնդիրներ են, որը իհարկե բոլորս հասկանում ենք կապված է վախի մթնոլորտի հետ։